Ադրբեջանում հայատացություն ունի խորը կրթական, գիտական, մշակութային եւ որոշ չափով նաեւ սպորտային արմատացած համակարգ։ Եվ որպեսզի խոսքս ավելի հիմնավոր լինի, կուզեմ թվարկել Ադրբեջանի ներպետական օրենսդրության մի շարք հոդվածներ, որտեղ պետք է որ կանխվեր process-ները, սակայն ցավոք սրտի դրանք հակառակն են ապացուցում։ Օրինակ, կրթության մասին օրենքի հոդված 4-ը, կրթության հիմնական նպատակը։ Հոդված 4-4.0.2 պատրաստել ազգային հոգևոր եւ համամարտկային արժեքներ պաշտպանող եւ զարգացնող լայն աշխարհայացք ունեցող ժամանակակից մտածողությամբ եւ մրցունակ կադր մասնագետներ։ Հոդված 3. Կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները 3.0.1. Հումանիզմ, ազգային եւ համամարտկային արժեքների անձի ազատ զարգացման, մարդու իրավունքների եւ ազատությունների եւ մարդկանց նկատմամբ հոգատարության ու հարգանքի, հանդուրժողականության եւ դիմացինին ընդունելու կարողության առաջնահերթության ընդունումը։ Հոդված 6. Կրթության ոլորտում պետական չափորոշիչները։ Կրթության պետական չափորոշիչները սահմանվում են հաշվի առնելով կրթության ոլորտում փորձարկված առաջատար միջազգային չափանիշները, ազգային եւ համամարտկային արժեքները։ Երեխայի կրթության իրավունքը հոդված 25. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի որակյալ կրթություն ստանալու։ Այժմ անցում եմ կատարում երեխաների իրավունքների մասին օրենքին։ Հոդված 11. Երեխայի ապրելու ու զարգանալու իրավունքը։ Յուրաքանչյուր երեխա ունի ապրելու, ինչպես նաև ֆիզիկապես, մտավոր, հոգևոր, բարոյական եւ սոցիալական զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններով եւ կյանքի մակարդակով ապահովված լինելու իրավունքով։ Հոդված 20. Երեխայի մտքի եւ խոսքի ազատության իրավունքը։ Յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգանքով վերաբերվել երեխայի մտքի եւ խոսքի ազատությանը եւ ամենավերջի հոդվածը Ադրբեջանի սահմանությունից ուզում մեջ բերել, դա հոդված 47-ն է, մտքի եւ խոսքի ազատությունը։ Կետ 3-ը։ Չի թույլատրվում այնպիսի քարոզչություն ու ագիտացիա, որը հրահրում է ռասայական, ազգային, կրոնական, սոցիալական կամ որևէ այլ չափանիշի հիման վրա թշնամանք եւ ատելություն։ Եվ հիմա հարցս կուզեմ ուղղել, քանի որ խաղաղության օրակարգը ավելի շատ քաղաքացիական պայմանագրի կուսակցության նախաձեռնությունն է, ես իհարկե չեմ խոսում փաստաթղթի մասին, այլ հասարակության մասին, կուզեմ ձեզ ցույց տալ թիվ 136 դպրոցի 20-ների կողմից նկարված այս պատկերը, որտեղ արտացոլված է հետևյալ իրավիճակը։ Սպանվում են քաղաքացիներ, այս համատեքստում սպանողները հայեր են, իսկ սպանվողները ադրբեջանցիները։ Թիվ 359 դպրոց, նույն պատկերը, սակայն այլ նկարագրությամբ, տեսնում եք ինքներդ, սպանվում են քաղաքացիական անձիկ, որտեղ սպանողները հայեր են, իսկ սպանվողները ադրբեջանցիները։ Թիվ 113 դպրոցի սանի նկար, որը նույն տրամաբանությամբ շարունակությունն է, ավելի ահավասիկ պատկերով։ Հաջորդ նկարը, այստեղ նույնպես տեսնում եք նույն դպրոցի կողմից նկարված աշակերտի նկար, որը ինքնին ապացուցում է այն հանգամանքը, որ դպրոցներում քարոզում է այնպիսի հայատացության քաղաքականություն, որը հանգեցնում է երեխաների մոտ նման մտքի զարգացմանը։